Եսայի 59-րդ գլուխ։ Միթե Տիրոջ ձեռքը կարող չէ փրկել, ես հա գրել էի։ Կամ նրա ականջը ծանրացավ, որ չլսի։ Տերը քեզ սիրում է եւ քեզ համար հոգ է տանում։ Իրականում Աստված հոգ է տանում, բայց սենց բան ասեմ։ Աստված իրականում հոգ է տանում եւ ինքը ուզում է որ իր եկեղեցուն իր ժողովրդին օրհնի մեծ հաշվով։ Եվ հավատացեք դա սկսվում է այստեղից է սկսվում։ Եվ երբ որ ստեղ փոխվի, ամեն ինչ փոխվելու է ստեղ։ Ու Աստված վերցնելու է մեզ հավատքի ուղղությամբ առաջի հերթին։ Եվ քանդելու է այն լրիվ են ամրությունը, որ մեր ներսում կա։ Եվ ինքը դա անում է հավատքի միջոցով, որովհետև հավատքը դա նաև հոգի է։ Դու գիտեք, որ հավատքը դա օծություն է նաև։ Դուք իր մասին հայտնություն կարաք ունենաք, բայց հոգին էլ պետք է ունենաք, որովհետև հավատքի նույն հոգին ունենք։ Եվ Տերը պլան ունի յուրաքանչյուր մարդուս համար, այստեղ, որ գտնում ենք, դու այստեղ գտնում ես։ Տերը քեզ համար պլան ունի, ծրագիր ունի։ Աստծո ծրագիրները միշտ մեզ համար բարի են, եւ իր մտադրությունները, իր խորհուրդները մեզ համար բարի են։ Աստված բարի է ժողովուրդ։ Եվ իր բարությունը 100% իմացեք, որ ինքը ցույց է տալու յուրաքանչյուր հավատացյալի։ Իր ժողովրդին ցույց է տալու իր բարությունը։ Գիտեք, ես միշտ լսել եմ, որ մարդիկ ասում են, ամեն մարդ իր հրեշտակն ունի, բայց ես հավատում եմ, որ դա վերաբերում է փրկված մարդկանց։ Հավատում եմ վերստին ծնված մարդկանց համար է դա։ Երեմիան 29-րդ գլխի 10-րդ խոսքը ինձ ու քեզ է բան ասում։ Այսպես է ասում Տերը, երբ Բաբելոնի 70 տարին լռանա, ձեզ պիտի այցելեմ։ Սա հոբելյանական ժամանակներ են։ Եվ ձեզ այստեղից պիտի հանեմ։ Եվ իմ բարի խոստմունքս պիտի կատարեմ։ Աստված իր խոստմունքները պիտի կատարի, քանզի ձեզ համար իմ ծրագիրս գիտեմ։ Ծրագիրս իմ բարության համար է, ոչ թե չարիքի։ Աստված մեզ ստեղ հաղորդում է, որ ձեզ ապագա եւ հույս պետք է տամ։ Դուք ինձ պիտի կանչեք եւ պիտի գնաք եւ աղոթք պիտի անեք ինձ եւ ձեզ պիտի լսեմ։ Ինձ պիտի փնտրեք եւ պիտի գտնեք։ Ինչքան լավ է որ ասում է դուք պիտի գտնեք ինձ, որովհետեւ դուք պիտի փնտրեք ինձ։ Եվ ձեր բոլոր սրտով պիտի խնդրեք ինձ։ Ու ես ձեզ պիտի երևամ։ Շնորհակալ եմ Տիրոջը, որ նա պետք է դրսևորվի եւ հայտնվի մեր կյանքերի մեջ։ Ասում է Տերը ձեզ գերությունից իդ պիտի դարձնեմ ու ձեզ պիտի հավաքեմ բոլոր ազգերի մեջից։ Այն բոլոր տեղերից, ուր ձեզ ցիրուցյանը արի ասում է Տերը։ Ձեզ պիտի դարձնեմ այն տեղը, ուր ձեզի գերություն է քշել։ Ձեզ գերության է քշել, տվե ասում է Տերը։ Սա վերաբերվում է իր ժողովրդին, Իսրայելի ժողովրդին, նաև վերաբերվում է ինձ ու քեզ։ Որովհետև խոսքը վերաբերվում է ամեն մեկիս։ Լինում է այսպես, որ քեզ թվում է սա քո վերջն է։ Դուք զգացել եք, որ տարին տարվա վրա, օրվա վրա ինչ-որ բաներ են տեղի ունենում, որ քեզ թվում է սա վերջն է։ Քեզ թվում է, որ ելք չկա։ Քեզ թվում է, որ սա ամենաանելանելի վիճակն է, որի մեջ դու հայտնվել ես։ Ես ասեմ, որ Աստված մեծ է իմ ու քո իրավիճակից։ Գիտեք, իրականում գերության մեջ էր եւ 70 տարի այնտեղ երեխաներ էին մեծացել եւ անգամ շատերը մահացել են գերության ժամանակ Բաբելոնը։ Բաբելոնում էր ծնվել նաեւ Դանիել մարգարեն։ Բաբելոնում էր ծնվել նաեւ Եզեկիելը։ Բաբելոնում էր ծնվել Նեեմյանը, Եզրասը։
Եվ այս մարդիկ արդեն տարիքի մեջ էին եւ շատ բաներ չգիտեին, մինչեւ չկարդացին Երեմիա մարգարեի խոսքը, որովհետեւ Երեմիան այդ ժամանակների մարգարե էր։ Եվ Երեմիա մարգարեի խոսքը գտավ հենց Դանիելը եւ կարդաց այդ տեղը, որ ժամանակը անցնում է։ Հիմա օրերը անցնում են, բայց մենք մնացել ենք գերության մեջ։ Ուզում եմ մի բան ասել ձեզ, խոստմունքները, որը գրված են այստեղ 1000 տարիներ առաջ են գրվել։ Եվ ժամանակն է դուրս գանք գերությունից։ Ժամանակն է դուրս գանք մեր տկարություններից, ժամանակն է դուրս գանք փոսից։ Որովհետև Աստված ունի ծրագիր քեզ համար, եւ դու կարող ես ասել, որ նա բարի է ինձ համար։ Դու կարող ես ասել, որ Տերը սիրում է ինձ եւ Տերը հոգ է տանում ինձ համար։ Եվ հավատաս այս խոսքին եւ բռնվես այս խոստմունքներից, որովհետեւ Աստված քեզ դեռ վաղուց պետք է հաներ այն գերությունից, որի մեջ դու տարիներով նստած ես։ Հալելույա Իսուս, շնորհակալ ենք Տիրոջը։ Շնորհակալ ենք Տիրոջը եւ Տերը չի ուշանա, երբեք Տերը չի ուշանա ինձ ու քեզ օգնություն անելու, որովհետև իր ականջը չի ծանրացել, այսինքն Աստված չի քեռացել, չի խլացել, Աստված միշտ լսում է եւ ասում է, ես քեզ պիտի հանեմ այստեղից, դու պիտի կանչես ինձ եւ ես պիտի լսեմ քեզ եւ ես քեզ պիտի առաջնորդեմ եւ ես քեզ այստեղից դուրս եմ հանելու, երբ որ օրը դու ինձ ասես, այն օրը ես պիտի ասեմ, ահա ես այստեղ եմ քեզ օգնելու համար։ Եվ վստահ եմ, որ մեր Տերը ինքան լավն է, բարի է, որ ինքը ասած Ռենխարդ Բոնկեի ինքը փրկողակներ չի գցում քեզ։ Դու կարող ես ընկնել ծովամ, դու կարող ես ընկնել ջուրի եւ մարդիկ քեզ ափից փրկողակներ կամ նավի վրից փրկողակներ գցեն, բայց այս այն դեպքը չի, որովհետեւ Աստված ինքն է անձամբ քեզ փրկողը։ Գիտեք, դա տարբերություն ունի իր մեջ, դա մեծ տարբերություն ունի, երբ որ մեկը բռնում է քո ձեռքը, եւ երբ որ դու ես փրկողակը բռնում, դրանք մեծ տարբերություններ են, բայց երբ որ դու բռնում ես այդ ձեռքը, դու այդ ձեռքից հույս ես ստանում, երբ որ դու բռնում ես այդ ձեռքը, դու ստանում ես մխիթարություն, երբ որ դու սեղմում ես այդ ձեռքի ջերմությունը անցնում է քո սրտի մեջ, դու հասկանում ես, որ հույս կա քեզ համար։ Երբ որ այդ ձեռքը, որը մեկնվել է քեզ, երբ որ դու արդեն խեղդվում ես, հայ, դու խեղդվում ես եւ քո թոքերը լցում է ջրով եւ այլևս դու չես կարող շնչել, ինքը քեզ կարող է նոր շնչառություն տալ։ Եվ ինքը անձամբ կարող է փրկել քեզ, որովհետեւ իր ձեռքը չի կարճացել։ Մենք կարող ենք շատ բաներ ասել այսպես։ Մենք կարող ենք ասել, որ այո, Տերը պարաններ է գցում, փրկողակներ է գցում եւ ես ասում եմ ոչ։ Որովհետեւ ասեց իմ ձեռքը չի կարճացել։ Եվ ես քեզ համար խոստմունք ունեմ եւ պլաններ ունեմ եւ ծրագիրներ ունեմ քեզ համար։ Տիրոջ ծրագիրները եւ պլանները քեզ հայտնվելու է ժամանակներ հետո եւ դա շատ մոտ է։ Շատ մոտ է, շատ մոտ է ժողովուրդ դա այնքան մոտ է, հալելույա։ Գիտեք, մեզ հռոմեացիների գիրքը ավելացնում է, մի քիչ ես ձև, ինչ-որ հիմնային բաներ ասեմ, 8-րդ գլուխ 28-րդ խոսք։ Ես սիրում եմ այստեղը, սիրում եմ նորից ու նորից այստեղին գամ, սակայն գիտենք, թե ամեն բաները բարին են գործակից, նրանց, որ Աստծուն սիրում են, որոնք նրան նախասահմանությամբ կանչված են, որովհետև նրանք, որ առաջ ճանաչում էր, առաջվանուց սահմանեց, Աստված քեզ նախորոք սահմանել է, Աստված քեզ նախորոք սահմանել է, եւ Աստված քեզ համար նախասահմանություն ուներ, որպեսզի դու իր որդուն կերպարանքին կերպարանակից լինես եւ նա անդրանիկ լինի բազմաթիվ եղբայրների նաեւ քույրերի մեջ նրանց որ նախապես կանչեց նրանց սահմանել էր արդեն նրանց որ արդարացրեց նաեւ փառավորեց ուրեմն ինչ ասենք այն բաների համար եթե Աստված մեր կողմն է ժողովուրդ Աստված մեր կողմն է
Եվ սա ես չեմ ասում, սա ես ու դու չենք ասում, սրա մասին ես ու դու չենք մտածել, ինքը ասում է ես քո կողմն եմ, որովհետև ես քեզ նախասահմանել եմ, եւ մենք ասում ենք ինչքան լավ կներ, որ շուտ իմանայինք այս ամեն ինչի մասին, լավ չէր եղնի գոնե այն պատանի տարիքից իմանայի Հիսուսին, բայց ինքը քեզ հետ օրվա համար է նախասահմանել, ինքը քեզ նախասահմանել է, երբ որ դու 20 տարեկան էիր, 30 տարեկան էիր, 40 տարեկան էիր, կապ չունի դա Տիրոջ համար, կապ չունի դա Տիրոջ համար, եթե դու սիրել ես իրան, ինքը քեզ համար պլան ունի, որովհետև նախորոք ինքը սիրեց մեզ, եւ այստեղ ասում է, եթե Աստված մեր կողմն է, ով պիտի լինի մեզ հակառակ, գիտեք, մենք գիտենք, որ ինչեր կա հակառակ մեզ, մենք գիտենք, մենք հասկանում ենք ինչ որտեղ, թե ինչերն են մեզ հակառակ, Եհովայի վկաներն են մեզ հակառակ, պատկերացնում եք, աշխարհի քանդվելուն նայ, աղոթում են մեր դեմ, որ քանդվի մեր եկեղեցիները, լսում եք, ես 2 կիրակի գոռում եմ, ձեր դեմ աղոթում են, աղոթեք ձեր դեմ եղած ամեն պլանների, դավադրությունների, դրանք մոդեռնիզացված կախարդներ են, սա մոնտաժի չի ենթարկվում, նա որ իր որդուն չխնայեց, ապա նրա այդ ամեն բաները մեզ տվեց, էլ ինչ նրա հետ մեզ չի տա, էլ ինչ չի պարգևի, ով է Աստծո ընտրածների դեմ մեղադրողը, Աստված է արդարացնողը, ուրեմն ով է որ քեզ դատում է, Քրիստոսն է որ քեզ համար մեռավ, որովհետև ինքը ուզում է քեզ արդարացնել, ինքը միայն չմեռավ, ինքը հարություն առավ, մարդիկ կան որ հակառակ են քեզ, հակառակ են քո հավատքին, ատում են քեզ եւ քո Աստծուն, բայց Տերն է որ մեզ արդարացնում է, Քրիստոսն է որ մանավանդ հարություն էլ առավ եւ Աստծո աջ կողմն է հիմա, գիտեք միշտ մեկը կա որ աղոթում է քեզ համար, հնարավոր է այլևս մայրդ քեզ համար չաղոթի, հնարավոր է քեզ համար որևէ մեկը այլևս չաղոթի, հնարավոր է քո բարեկամները չաղոթեն, հնարավոր է քո հովիվը այլևս քեզ համար չաղոթի, բայց կա մեկը որ նստած է Հայր Աստծո աջ կողմում եւ բարեխոսում է, ես հավատում եմ որ իր արյունը խոսում է մեզ համար, նա լավ է խոսում, նա ուժեղ է խոսում, ես հավատում եմ որ այդ արյունը քո կողմն է, ես հավատում եմ որ այդ արյունը քեզ պաշտպանում եւ ծածկում է, ով է լսում, դուք չգիտեք դրա մասին, բայց ինքը բարեխոսում է, ինքը խոսում է քեզ համար, եւ Աստծո հոգին է բարեխոսության հասնում քեզ, օգնության հասնում, ուրեմն ով պիտի մեզ զատի Քրիստոսի սիրուց, ով կարա կտրի քեզ, ժողովուրդ ով կարա քեզ ասի որ դու չես կարա անես այդ բանը, ով կարա քեզ կտրի իր ջերմությունից, ես կարդում եմ սա ու գնում եմ մի քիչ անցյալ հետ, գնում եմ անցյալ, բայց մի քիչ հետո ես դրա մասին խոսամ, ուզում եմ այս տեքստը մի քիչ կարդամ, տառապանքը, նեղությունը, հալածանքը, ժողովուրդ սով անգամ, 90-ականներին սով էր, եւ եկեղեցին մերկության մեջ էր, տառապանքի մեջ էր, ժողովուրդը ահավորված էր, բայց սիրում էին Հիսուսին, եւ իրանց այդ զրկանքները չէր կարող զրկել Քրիստոսից, չէր կարող ոչ մեկ կտրել Հիսուսից, ինչպես գրված է, կամ մերկություն, կամ վտանգ, կամ սուր, ինչպես գրված է, ամեն օր քեզ համար սպանվում ենք, մորթվելու ոչխարի պես ենք համարվում, ապա այս ամեն բաների մեջ էլ ավելի հաղթող ենք լինում, նրանով որ մեզ սիրեց, որովհետև հաստատ գիտենք թե, ոչ մահը, ժամանակ է գալիս, որ դուք կտեսնեք, որ մահվան վրա դուք ուժեղ եք, ժամանակ է գալիս, որ դուք կտեսնեք, որ դուք այլևս չեք վախում մահից, շատերը վախենում են մահից, մահը կոնկրետ անձ է, մահը թշնամի է, մահին հաղթել է կյանքը, Հիսուս հաղթել է, Հիսուս հաղթել է, եկեղեցի հնարավոր է այսօր
Դու չհասկանաս ինչի մասին եմ խոսում, բայց Աստված քեզ տանում է սրան, որ դու մահվան աչքերի մեջ պետք է նայես։ Գիտեք, Հռոմում, երբ որ քրիստոնյաներին հալածում եւ առյուծների բերան էին գցում, քրիստոնյաները երգում էին։ Իրանց մահին փառաբանելով էին գնում։ Իրանց մահին ընդառաջ գնում էին փառք տալով եւ երգելով քրիստոնեական հիմներ։ Եվ սրա մասին խոսած Բենիհին ամբողջ աշխարհում եւ եկավ Հայաստան եւ մենք ներկա ենք այդ ծառայությանը։ Եվ փառաբանության ծառայողներին հարցնում էր, երբ որ առյուծը քեզ հոշոտի, ինչ կանես դու։ Կարող ես արդյոք շարունակաբար այսպես փառաբանել։ Պատկերացնում եք, ասում էր, առյուծը սկսել է քեզ հոշոտել, ոտքդ, կողքդ, ինչ որ միտեղից սկսել է քեզ հոշոտել, ուտել։ Դու կարող ես փառք տալ Հիսուսին։ Մենք ինչի համար ենք ապրում, ես չգիտեմ, բայց ես այս հարցը մարտահրավեր եմ անում, ոչ թե չգիտեմ, ուղղակի ուզում եմ մի քիչ մտածեք, թե ինչի համար եք ապրում, եկեղեցի գալու համար, հավատացյալ լինելու համար, ուղղակի, թե ապրելու Քրիստոսի համար։ Մահը, որից շատերը վախենում են, կյանքից այնձև են կարճված, որ չեն մեռնում։ Գիտեք, որոշները հոգեդարձ են անում մարդկանց։ Հոգեդարձ են անում, բայց այդ մարդից ուզում են մի ձևի ազատվեն։ Գիտեք, այնց վայնասուն են դրում, որ մարդը վախից հետ է գալիս, ավելի շուտ ասում ապրեմ, կանց մեռնեմ, որովհետև իմ մահը թանկ է նստելու իրանց վրա։ Բայց իրականում ժամանակ է գալիս, որ եկեղեցին պատրաստվում է մեծ հալածանքների։ Եկեղեցին պատրաստվում է Քրիստոսի համար չարչարվելու։ Եվ առաջին բանն ասում է, ով կարազատի մահը, նեղությունը, զրկանքը, վայ, այսօր ես կոշիկ չունեմ, չեմ կարող գամ եկեղեցի, բայց ստեղ խոսք ավելի խորն է գնում, մահը, տառապանքը, հալածանքը, հասկանում եք, պակասությունը, մի քիչ ցուրտ է, մի քիչ ձուն է, մի քիչ խնդիր կա, մենք վերջ, մենք չենք կարող։ Ես վստահ եմ, որ հենց հալածանքները սկսվեց, առաջի ուրացող մարդիկ են դրանք։ Քրիստոսին ուրացող։ Իսկ ես դու պետք է ուրախությամբ ասենք, ով մահ։ Ուր է քո հաղթությունը։ Ուր է քո խայթոցը։ Ուր է քո հաղթությունը, գերեզման։ Քրիստոս հաղթել է մահի, ժողովուրդ։ Գիտեք, երբ որ մենք Քրիստոսի մոտ չենք, մենք վախենում ենք մահից, որովհետև մենք հեռացել ենք Քրիստոսից։ Բայց ինչը կարող է զատել ինձ ու քեզ Քրիստոսից։ Եթե անգամ այսօր մեզ հարկ լինի գնալու այս աշխարհից, մենք պետք է չբռնվենք այս աշխարհից։ Գիտեք, ամենալավ նշանը, որ դու ասում ես մեռնելու ժամանակ, որովհետև այդ օրը գալիս է քեզ համար մեկ-մեկ, եւ դու ասում ես, միթե սա իմ վերջն է։ Եվ սկսում ես պանիկական ասել, ես դեռ այնքան բան կա, որ չեմ արել, Տեր։ Տեր, ես դեռ քեզ համար ոչ մի բան չեմ արել, սա փրփուրներից կախված վիճակ է։ Սա փրփուրներ է, որից մենք բռնվում եւ ասում ենք, Տեր։ Բայց մենք նկատի ունենք մեր երեխեքը։ Մենք նկատի ունենք բաներ, որ ոնց կարամ ես թողամ այս աշխարհում ու գնամ, իմ տունը, իմ տեղը, իմ հարստությունը, իմ մեքենան, իմ կնոջը, իմ երեխաներին, լսեք ինչքան բռնված բաներ ունենք մենք։ Բռնվել ենք այս բանից, այն բանից, մանը չկարում մեզ վրա հախանի։ Բայց մենք պետք է ազատ լինենք դրանից։ Որ օրը Տերը մեզ կանչի, ասենք, Տեր, մահ ձեռք բերում է, ես անցնում եմ, ես փոխադրվում եմ այստեղից, ուղղակի սա մի փոքր է միջանցք է, ես փոխադրվում եմ այստեղից, ես չեմ գնում մահվան, ես մահից տեղափոխվում եմ դեպի նոր կյանքի, հավիտենական կյանքի, ով է լսում, սա ուժեղ է ժողովուրդ, Սա ուժեղա, քեզ համար նյութերը այլևս գոյություն չունեն, քեզ համար երբեք այլևս այս աշխարհում բան չկա կապող, մենք այնքան շնչավոր ու մարմնավոր ենք, որ լիքը բաներից կապված ենք, գիտեք այս նյութը որ ստեղ է,
Այս նյութը որ ստեղ է, այս նյութերը նաև մեզ վրա են, մեր հագին են, ճիշտ է, սաղ նյութեր են, սաղ նյութեր են, մեր կոշիկները, մեր շորերը, մեր ապարատուրան, մեր ամեն ինչը, մեր կոշիկներ, նյութեր են, որոշները ձեռք են բերվել հանքերից, երկաթը ձեռք է բերել հանքերից, ձեր հագի կոշիկները ձեռք է բերվել կաուչուկից կամ նավթից, ձեր շորերը ձեռք է բերվել դաշտից, խոտից, բույսերից, անասունների մորթիներից, մազերից, նյութեր են սրանք, և մենք նրանց նենց արժեք ենք տվել, որ չենք կարողանում հասկանալ Քրիստոսի փառավոր հարության արժեքը, և մենք դարձել ենք նյութապաշտ, մենք չենք կարող առանց այդ թղթադրամի այլևս գոյություն ունենալ, որովհետև եթե նա կա, մենք նրանից ջերմանում և լավ ենք զգում, եթե նա չկա մեզ մոտ խուճապ է, վատ է, տխուր է, դեպրեսիայի մեջ ենք, վերջապես սրա պատճառով բաժանվում են իրարից, վերջապես սրա պատճառով իրարից նեղանում են, սրա պատճառով, այս թղթի պատճառով իրար սպանում են, այն մետաղը, որը փայլում է, դրա համար իրար սպանում են, այն քարը, որը թափանցիկ է, դրա համար իրար սպանում են, այն սև ոսկին, որը բխում է գետնի ընդերքից, երկրի ընդերքից, դրա համար ազգերը իրար պատերազմներ են այսօր հայտարարում, և աչք են դրել Իրանի ռեսուրսների վրա, Իրաքին գմփացրին, Սիրիային գմփացրին, հերթը Իրանինն է, և այսպես մարդը չարության մեջ է, և մարդը իր կյանքի համար պայքարում է, անցած կիրակի պատահական չէր, որ ասեցի, մի քիչ գլուխներ են պատրիսանում, ուրիշ մարմնի վրա, ասում են, որ գլուխը, եթե քունն լի, ուրեմն մարմինը քունը կլինի, բայց եթե մարմինը քունը չլինի, գլուխը քունը չլինի, դու չես լինի, և մարդիկ երիկամներ են վաճառում, մարդկանց են առևանգում, երիկամներ են հանում, սիրտ են հանում, լյարդ են հանում, բիզնեսը, ինչը կարա ինձ ու քեզ զատի Քրիստոսից, գիտեք մենք այս աշխարհում ենք ապրում, որ բռնված ենք իրականում, նայեք ուշադիր նայեք, ամեն ինչ նյութեր են, ու պատկերացրեք սա կա ու չկա, սա լրիվ վառվելու է, ամեն ինչ վառվելու մնալու աստեղ, մեզ համար կյանքի նպատակը դարձել է փողը, ինչակախությունը, նյութապաշտություն, մենք սա մասին անցնում ենք, նյութապաշտության մասին, մատերիալիզմ, գիտեք, ստեղ մայից հետո ասում է, ոչ կյանքը, մահ հասկացանք, բա կյանքը, այս կյանքը մենք համ մարդիկ կան, որ կյանքի համար են ապրում, զուտ այս կյանքի ու ժամանակավոր արժեքների համար, որովհետև մենք ուզում ենք ամեն ինչ վայելենք, և չար ընկերակցությունները միշտ բարի վարքերը ապականում են, ասում են, կեր, խմի, այսօր է կյանքը, այս կյանքը միթե կարա ինձ Քրիստոսից զատի ժողովուրդ, ինձ Քրիստոսին չի բերել այս կյանքը, ինձ Քրիստոսին չի բերել որևէ մի դժվարություն կամ նեղություն, ինձ Քրիստոսին բերել է Աստծո սերը, ինձ Քրիստոսին բերել է, որովհետև ես հասկացել եմ, որ ես իր կարիքն ունեմ, ես փրկվելու կարիք ունեմ, և հետո գալիս են ու ասում են, ինչն է քեզ բացակայում, ինչն է քեզ պակասում, կյանքը վայելի, ես հասկացել եմ, որ կյանքը ուզեցել է ինձ զատի Քրիստոսից, սա է կյանքը ասում են, սա է կյանքը առօրյան, որտեղ դու կարող ես լինել հեղինակային, կարող ես լինել հարուստ, կարող ես լինել ուժեղ, կարող ես լինել փառավոր մեկը,
Եվ ապրի, հեղինակություն ձեռք բեր, փող աշխատի, սա է կյանքի իմաստը, հաճույքները վայելիր, բայց հետո չմոռանաս, որ դատաստանա լինելու։ Հետո դատաստանա լինելու ժողովուրդ։ Ես այստեղ զարմանում եմ, որ այս խոսքը մահից հետո է գրված, ոչ էլ հրեշտակները, ոչ էլ իշխանությունները եւ զորությունները։ Ինձ համար երբեք հրեշտակային պաշտամունքը չի եղել ինչ-որ կարևոր բան։ Մարդիկ անդադ հրեշտակ են ուզում տեսնեն, հրեշտակ են ուզում տեսնեն։ Դա խոսում է հրեշտակների մասին թերի գիտությունը կամ հայտնությունը կամ ուսուցումը։ Հրեշտակները այստեղ են։ Հրեշտակները այստեղ են։ Դուք հրեշտակներին ժամանակ առ ժամանակ զգում եք, քամի է բարձրանում, գործողություններ եք զգում, դուք ասում եք Սուրբ Հոգին է, հայտնություն ունենաք, հասկանաք, որ հրեշտակներն են գործում, վթարից փրկվեցիր, բախտս բերեց, բախտը չբերեց, հրեշտակներն էին, հասկանում եք, մեռնելուց բրծար, հրեշտակներն են, բախտը չբերեց, բախտը բերեց շորերով կծնվեիր։ Հալելույա։ Բախտդ բերեր շեյխերից մեկի թորը կլներ։ Որովհետև հաստատ գիտենք, թե հաստատ գիտենք, ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ ուրիշ արարած չի կարող մեզ զատել Քրիստոսի սիրուց, որ Քրիստոս Հիսուս մեր Տիրոջմով է։ Ամեն։ Գիտեք, կուզեմ որոշ անհատների մասին ասեմ։ Աստվածաշնչում մենք ունենք անհատներ։ Եվ այդ անհատը այսօր դու ես նաև։ Դու խալխ չես, վրացերեն ասած։ Դու ամբողջ ես, դու անհատ ես։ Եվ Աստված այստեղ ամեն մեկիս հետ յուրովի գործ ունի, յուրովի պլան ունի։ Ծրագիրը իր առանձնահատուկ է քեզ համար։ Եվ չկրկնվող ծրագիր է դա քեզ համար։ Եվ հենց դու պետք է ծնվես, որ դու քո եւ քո միջոցով դա տեղի ունենա։ Եվ Աստված հենց անձամբ քո հետ գործ ունենա։ Եվ Աստված հենց քեզ նկատի ունի, եւ Աստված քեզ գիտի։ Քո նստելը գիտի, ելնելը գիտի, քո լրիվ հույզերը գիտի, քո խնդիրները գիտի, քո խնդիրները գիտի։ Գիտի, որ որոշները տեսօր նեղության մեջ եք։ Ինչա մտածեմ դրա համար Տերը։ Մոտեցեք իրան, ուղղակի մոտեցեք իրան։ Մոտեցեք իրան եւ կիմանաք Աստծո բոլոր պլանները ձեզ համար։ Եվ մենք ունենք Դանիելը։ Դանիելը դա մարդ էր, ով որ կրոնական եւ քաղաքական գործերի մեջ էր։ Գիտեք, եկեք չբացենք ոչ միտեղ, բայց Դանիելի մասին է այսպես միտք եմ գրել, որ Դանիելը հայտնվեց առյուծների գուբի մեջ։ Այստեղ յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ հայտնում ենք ինչ որ իրավիճակի մեջ։ Մեկի համար սա կարող է գուբ լինել, մեկի համար կարող է դժվարություն լինել, մեկի համար կարող է խնդրեմ լինել, մեկի համար խնդիր լինել, մեկի համար անլուծելի կամ անելանելի իրավիճակ լինել։ Ոնց ուզում ես համարի կարող ես քո անունը կպցնես գուբի հետ։ Եվ ասես, որ ես գուբի մեջ էի։ Մինչ Դանիելը գուբի մեջ էր, Աստված գիտեր ժողովուրդ։ Երբ որ ես կարդում եմ այս բանը, իմ մոտ հետ հիշողությունը գալի, որտեղ ես դու Տեր։ Արդյոք դու գիտես ես ինչի մեջ եմ։ Տեր, երբ դու գիտես, որ ինձ հետ ինչա տեղի ունենամ։ Մեզ թվում է մեզ զուտ թվում է, որ Աստված չգիտի։ Աստված գիտի։ Եկեղեցի, Աստված գիտի քո վիճակը։ Այսօր ես ուզում եմ քո սրտին սա խոսա, որովհետև հասկանում եմ, որ ժողովուրդը հայտնվում է անելանելի դրությունների մեջ։ Մինչ Դանիելը գուբի մեջ էր, արդեն Աստված գիտեր։ Եվ արդեն Աստված պլան ուներ իր համար։
Միշտ դու այսօր խնդիր ունես եւ դրա մեջ ես Աստված պլան ունի քեզ համար։ Միշտ դու արդեն առյուծների գուբի մեջ ես։ Սմեք։ Ձեզ ուզում եմ հավատք բերեմ եւ հայտնություն բերեմ սրանը։ Դանիելը արդեն գուբի մեջ էր, որ Աստված հայտնվեց։ Նորից եմ կրկնում։ Դանիելը գուբի մեջ էր արդեն, երբ Աստված հայտնվեց։ Տերը պիտի հայտնվի քո իրավիճակի մեջ։ Ես հավատում եմ, որ Աստված սա է ուզում։ Ես հավատում եմ, որ Աստված սա է ուզում։ Աստված ընկնելու պահին չկանխեց այդ ամեն ինչը։ Այլ հայտնվեց, երբ արդեն գուբի մեջ էր։ Ես գիտեմ, որ Աստված քեզ շատ անգամներ է հանել փոսից եւ դու չես իմացել, որ արդեն Աստված գիտի եւ արդեն Աստված իր գործողությունները սկսել է քեզ հանելու գուբից։ Աստված կիսատ պրատ գործիանում։ Եվ մենք ասում ենք, բա ուր էիր դու, որ ես ընկնում էի։ Բա ուր էիր դու, որ ես սայթակնում էի։ Ուր էիր դու, որ ես գահավիժում էի դրա մեջ։ Գլորվում էի եւ կանգ չեր առնում այդ process-ը, մինչև ես չհայտնվեցի հատակին։ Լսում եք եկեղեցի։ Բա ուր էր Աստված այս process-ի ժամանակ։ Գիտեք դուք զգում եք, չէ՞ որ դուք ընկնում եք։ Քիչ է մնացել որ տեղ հասնեք։ Բայց հենց կբախվեք գետնին, արդեն Աստված հայտնվելու է։ Աստված այդ ժամանակ է հայտնվելու։ Ես ուզում եմ մի քիչ սրա մասին խոսամ, որովհետև սա կարևոր է։ Միշտ դու ընկնում ես, դու փորձում ես բռնվես։ Միշտ դու վայր ես ընկնում, դու ուզում ես բռնվես։ Այդ չով ասգացել շուլուքութի ժամանակ ինքը ձեռը գցել աստեղ ընդեղ, որ բռնվի սրանից, նրանից, այն բանից, անգամ գիտի, որ այս ժուռավլիկը իրան չի կարա պահի։ Պատկերացնում եք, բայց միևնույն է, ձեռը գցում է էլի։ Ձեռը գցում է, որ այս ժուռավլիկից կունե մի բան, որ իրան պահի։ Դրա համար Աստված չի գալիս։ Նորից եմ կրկնում, դրա համար Աստված դեռ չի գալիս։ Քանի դեռ դու ուժ ունես, քանի դեռ դու խելք ունես եւ պահում ես քեզ, որ չընկնես բալանսի բերես քեզ, գլուխդ ստեղ չխփես, քիթդ ընդեղ չխփես։ Տերը ասում է մալադեց, так держать։ Աստված կիսատ պրատ բաներ չի անում։ Բայց այնտեղ, որտեղ վերջանում է իմ հնարավորությունները։ Բայց այնտեղ, որտեղ վերջանում է իմ հնարավորությունները, սկսվում է իր հնարավորությունները։ Եվ վերջը հա դու գուբի հատակին ես։ Այնտեղ սկսվում է Աստծո հնարավորությունները։ Միսակ Սեդրակ Աբեդնագովը երբ արդեն կրակի մեջ էին, երբ արդեն վառարանի դուռը փակ էր, երբ արդեն 7 անգամ կրակը բորբոքված էր, լինում է չէ որ դուք ձեր պեչկը նենց եք տապի տանում, որ ասում եք մի հատ պեչկը ուժեղացրա, դեռ լավ չի վառում, հասկանում ես պլեչ չի լինի վրեն։ Դեռ լավ չի վառում, հասկանում ես քո ջուրը չի եռա դեռ։ Այդ ժամանակ հայտնվեց Աստված, երբ որ արդեն պիկի վրա էր։ Ով է լսում։ Իսրայելացի կանգնած են կարմիր ծովի ափին եւ ասում են սա մեր վերջն է։ Եվ նայում են և տեսնում են, որ եգիպտացիք մոտեցել են իրանց։ Եվ գոռում և հաղահակում են և ասում են Մովսես, դու բերել ես մեզ տեղ խեղդես, դու բերել ես մեզ տեղ սպանես, մենք տուպիկի մեջ ենք։ Աստված սիրում է կատարյալ տուպիկի մեջ մեզ բռնցնի։
Որովհետև այն ժամանակ Աստված հայտնվում եւ քո ապավինությունը այդ ժամանակ սկսվում։ Մինչ այդ դու ապավինում ես սրան, նրա, այն բանին, ծանոթներ ես մեջ գցում։ Ծանոթներ ես մեջ գցում։ Մինչ Ովսեփը ծանոթներ էր մեջ գցում փարավոնի մոտ, совсем забыли, бессовестные։ Մոռացան Ովսեփին։ Մինչև Աստված չասեց, այ մի ժամանակն է հայտնվելու։ Աստված հիմար չի, ժողովուրդ։ Աստված մարդ չի։ Երբ որ ես ասում եմ ես բարես, մարդու հետ եմ համատում, որովհետև մարդուց բացի ոչ մեկ էակ տենց հիմար չի լինում։ Անկամ խոզը, որ խոզա կենթանի, հիմար չի, ժողովուրդ։ Նա անասուն է։ Իսկ դու եւ ես ասուն ենք։ Մենք հոգի ենք, մենք մարդ ենք։ Այսօր Մանթաշը առակած գրքից ընթերցանություն ախր ժոր լսում եք ասում անխելք մի լինի, անխելք մի հատ կենթանու չի ասում անխելք մի լինի, մենակ մարդուն ասում Աստված։ Մենակ մեզ ասում, որ հա խելքը վակեք, հա խելքի արի, հա ուշքի, ինչքան ենք ասում օրվա մեջ, սրան հիմարա, անխելք, այս սենց անխելք բան կլեր, որ ես արեցի, մենք մեզ էլ ենք նախատում, հիմար խելքը, մի ասեք, առանց էտ էլ տակզատ չկա, խնդրեք, իմաստություն խնդրեք, միշտ խնդրեք, ինչի երիքը եմ այս իմաստությունը, դուր ինձ տեր, քո իմաստությունը, դուր ինձ քո խելքը, դուր ինձ քո անջարը, ես ուզում եմ քո իմաստությունն ունենալ, ես ուզում եմ գերբնական, հալելույա, և իսրայելացիք մինչ կորում են, և արդեն եգիպտացիք մոտ են, Աստված հայտնվեց, գիտեք ես են կինոների նմանա, որ էսա, սա վերջն այս մարդու մեկ է հանգարց, ինչ-որ մեկը հայտնեց, ինչ-որ բան հայտնեց և ինքը դուրս եկավ, ջրի չոր դուրս եկավ, սա ենտեղն է, որ պետք է վերագրենք մեր Աստծուն, որ դու ջրից դուրս կգաս չոր, մի բան խնդրեմ եկեղեցի, մի արդարացեք, մեկը թացեք դուս գալու, թող Տերը ձեզ հանի ջրից չոր, Տիրոջ արդարությունը չորը հանեմ ջրից, իմ ու քո արդարությունը ցեցնգած ու կեղտոտ է, դաշտանի լաթի պես, բանն այս մի բանը չի մոնտաժում, որովհետև Աստվածաշնչյան է, Ղազարոսը արդեն մեռած էր, երբ Տերը հայտնվեց, գրված է նամակ եկավ, հեռագիր եկավ մի տեղից, խաբար եկավ, որ մեր բարեկամ Ղազարոսը հիվանդ է, Տերն այդ ժամացուցին ասեց, մի սուր ժամանակ ունենք, լավ է, տղերքը նայեցին Հիսուսին, ասեցին, իսկ կարողա գնանք, հիվանդացել է, Հիսուս ասեց դեռ ժամանակը չի, քանի դեռ Ղազարոսը թպրտում էր, Ղազարոսը քանի դեռ դեղուդիր էր անում, ճար էր անում, ամեն ինչ անում էին իր համար, վստահ եմ անում են, ինչ-որ բան անում են, մինչ ինքը ինչ-որ բան էր անում, Հիսուս տեղից մի հատ չէր շարժում, 4 օր հետո իմացավ, որ մեռել է, ասեց, այ մի վախտնա, էլ չի թպրտում, մենք ենքամ ենք ժիվոյ, կենթանի ողջ, որ թպրտում ենք, Տերը, ասում է դեռ սաղա, քույրեր, անկեղծ ասեք քույրեր, վախենում եք ձուկ մաքրելուց, երբ որ մանա ձուկը թպրտում է ձեր ձեռքի, ես շատերին եմ տեսել, որ վախենում են, գլխին չակուչով, մինչև այդ ձուկը սատկա չի լինում, դու չես սկսում մաքրել, թեփուկները հանել, Ղազարոսը մեռավ հիմա, արդեն ժամանակն է գնալու այնտեղ, Տերը ուզում է, որ ամեն բան
Հանդարտված եւ խախանդված լինի, որպեսզի հայտնվի։ Մենք անգամ ենք sense տարապամ։ Sense անգամ ենք ռուսերեն ասում են տրևոժնի ենք, sense ահազանգված, ահաբեկված։ Որտեր ասում են ժամանակը չի դեռ այն մարդ, այս մարդը նորմալ դեռ մարդը խանգարելու է ինձ։ Քեզ անգամ բան են անում։ Ինչ են ասում են, որ անջատում են, որ օպերացիա անեն։ Նարկոզ են տալիս քեզ, որ դու դիակի պես մեռած լինես, որ չշարժվես։ Հա, որ ցավել չզգաս, բայց որ հիմնական լաժիս մադամ։ Եվ քո հարցերը սկսում են լուծել այդ ժամանակ։ Աստված մեզ է ծև անում։ Մեզ նարկոզի է ենթարկում, թույլ է տալիս, որ մենք հասնենք այդ տուպիկին, թույլ է տալիս հասնենք 0-0-0 բալանսը 0, որպեսզի ինքը հայտնվի։ Մենք խանգարում ենք, չէ, 4 օր արդեն մեռած է եւ պետք է աշակերտները ասին, որ հոտած լինի։ Մադաբուկոն ասում էր, Богу нравится этот вонь։ Ասում է, ինչ Անսելմ, ինչ նկատի ունես ասես, աստացուն հոտ է գալի ես դիակի պտած հոտը, որ ասում կատարյալ մեռածա։ Լսում եք, մինչ Իսուս կհայտնվի։ Պողոսն ու շիղան բանտում էին ժողովուրդ, բանտում էին, արդեն բանտում էին, գիշեր էր, երբ Աստված հայտնվեց։ Չեմ կար ասեմ ինչ երգ են երգում, բայց կոնկրետ իրանք ընդեղ երգում էին։ Հալելույա։ Չեմ ասի, որ երգը կար այդ ժամանակ, այդ երգը մեր օրերում է ծնվել։ Բայց միգուցե ավելի լավ հալելույա էր։ Միգուցե իրանք երգում էին, Տերը մեզ գերությունից ազատեց։ Միգուցե ասում էին, Տերը մեզ խրատեց, բայց թույլ չտվեց մահվան, չմատնեց մահվան։ Միգուցե երգում էին Իսրայելի Աստված խորտակեց եգիպտացիների կառքն ու ձիավորները։ Գիտեք ինչ արավ Աստված, ակները հանեց ընդեղ։ Ծովի մեջ գրված է, Աստված նրանց ակները հանեց, անիվները փոկեց տեղից։ Այն որ ասում է ոտը փոկեց, բանից։ Կոտրեց նրանց երը և նրանց պարազինությունը խորտակեց ծովի մեջ։ Եվ Աստված չի փոխվե։ Հասկանում եք, միշտ Իսրայելը ունեցել այս խնդիրը, երբ որ արդեն նեմա էլ, վիճակը զրոյական է, և Տերը հայտնվել է իրանց։ Ամենալավ ժամանակ։ Այս բոլոր իրավիճակների մեջ մեծ մասը մարդկանց կհավատա, որ արդեն ուշ է։ Արդեն ուշ է։ Գիտեք մարդիկ կան, հմիք եմ հայտնաբեմ, խի ես էլ իրանց համար չեմ ուզում աղոթեմ։ Ուզում եմ զրոական լինի իրանց մոտ։ Զրոականով ներկայանալ քաղաքապետարան, որպեսզի առուծախը կայանա։ Ալելույա։ Սա մարդիկ կան, որ կոնկրետ հիվանդություն ունեն, թաքուն են պահում, պահեք։ Լուրջ եմ ասում, մարդիկ կան խնդիր ունեն ու թաքուն են պահում, բայց ես սաղ գիտեմ, բայց չեմ աղոթելու, մինչև իրանք չգան ասեն, հենց իրանք կասեն, որ վերջ, արդեն սա էլ են տեղը չի, կդադարեն դեղերով պայքարել, ես կաղոթեմ իրանց համար, մի բան եմ ասում ձեզ, դա տեղի կունենա ձեռքերիս վրա, դա տեղի կունենա ձեռքերիս վրա, Աստված կանի դա, Տերը կանի դա, Հիսուս կանի դա, Հիսուս սիրում է, որ դու չես թպրտում, Հիսուս սիրում է, որ դու շուխուր ես անում, ասում ես, ես մեռա, Աստված ասում է, ալելույա, մեռի, որովհետև դու ասում ես, արդեն վերջացած է, բայց այսօր ժամանակի համաձայն Հիսուս Աստված գալիս է ճիշտ ժամանակին։ Հիմա գիտեմ, որ գայթակղում եք, չէ, հավատալու։ Մտածում եք արդեն
ուշա, այս բառը լսեցիք արդեն, լինում է, որ արդեն ուշա, լինում է, որ արդեն ժամանակն է։ Ես այս մտքին եմ ուշադրություն դարձեմ, որովհետև կա, որ արդեն ուշա, կա, որ արդեն հայտնվել է։ Ես ուզում եմ ամեն ինչ վերջացած լինի, որպեսզի Աստված հայտնվի։ Ժողովուրդ, Տերը օրհնելու է ձեզ։ Ես գիտեմ, Տերը օրհնելու է ձեզ։ Տերը օրհնելու, մի վրազեք գնաք, մի վրազեք փախչեք, մի վրազեք նանջեք, մի վրազեք կոտրվեք, մի վրազեք վիրավորվեք, Տերը ճիշտ ժամանակին է հայտնվելու։ Նա ասում է իմ ձեռքը չի կարճացել։ Ինչքան է երկար Տիրոջ ձեռքը, ժողովուրդ, ինչքան է երկար։ Ինչքան է երկար։ Օվկիանոսի են կողմում էլ է քեզ հասնում է իր ձեռքը։ Ուր պետք է փախչես։ Ոչնե չթլպատված գնում են ստեղից, փախչում են։ Տիրոջ ձեռքը չի կարճացել։ Չթլպատված մարդիկ։ Տիրոջ ձեռքը ընդեղել է հասնելու։ Եթե Տերը ընդեղ քեզ ուզում է ծեծի, ստեղծեցի, դու փախչում ես, քեզ ընդեղել է ծեծելու։ Քանի որ դուք արդեն կրակի մեջ եք։ Չգիտեմ ասել եք թե չէ, այս ինչ կրակի մեջ եմ ես։ Հետ ով ազգում, որ ինքը կրակի մեջ այսօր։ Հետ միկով ազգում, որ ինքը այսօր կրակի մեջ ենք, Մելան ջան, կրակի մեջ ենք։ Այսօր անկեղծ չեն մարդիկ, որ կրակի մեջ։ Ես հավատում եմ, որ Տերը ուզում է հայտնվի։ Դրա համար դու հայտնվել ես կրակի մեջ։ Եթե դու հայտնվել ես այն բանի մեջ, ուրեմն Տերը պատրաստ է հայտնվի։ Տերը պատրաստ է հայտնվի։ Եվ ինքը պետք է հայտնվի։ Գիտեք մի բան եմ այստեղ ես գրել իրար հետևից։ Հալելույա։ Դուք երկար ժամանակ եք, չէ՞ ասեցիք հուսահատության մեջ, կրակի մեջ, արդեն ուզում եք հանձնվել։ Չէ, անկեղծ եմ ասում, ես եղել ա որ հանձնվել եմ, իրոք ես հանձնվել եմ։ Ես արդեն հանձնվել եմ, եղել ա այս հանձնվել եմ, շատ եմ հանձնվել։ Եղել ա որ ես կոտրվել եմ ժողովուրդ, արդեն։ Հնարավոր է դուք արդեն հանձնվել ես, արդեն կոտրվել ես, արդեն ուզում ես խաչը վայր դնես կամ էլ դու խաչից վայրիշն ես։ Չիլ։ Թե ես ասում եմ, որ սա լինում է, եղել է եւ էլի է տեղի ունենալու մեզ հետ, որ մենք կոտրվելու ենք, արդեն իսկ կոտրված ենք։ Մենք արդեն իսկ խաչը դրել ենք շատ տեղեր, արդեն իսկ խաչից իջել ենք, արդեն իսկ հիասթափվել ենք, արդեն իսկ նահանջել ենք, արդեն իսկ եղել այս բանը մեզ հետ։ Հույսներս կորցրել ենք, Պողոս առաքյալ ասում է, մեր հույսները կորցրինք, արդեն վերջ, մտածում ենք, որ մենք մեռանք։ Չգիտեք դրա մասին, երկրորդ Կորինթացիների առաջի գլուխն է դա։ Արդեն գերեզմանի, օй Տեր Հիսուս, ես ինչ ասեցի։ Որոշները արդեն գերեզմանատեղի մասին են թադարեք տենում, թադարեք։ Արդեն թագաղի համար թադարեք տենեմ, իրա մավան թադարեք նտենեմ։ Արդեն հրամաններ է տալի, ով ինչ պետք է անի, նա դագաղը, նա շորը, նա այսը տեղը, սաղին ասում է, ով ինչ անի։ Ինքն անում, ակուրատնի իրա ձեռով, բերեմ, կախեմ, դնեմ, պահում այդ դագաղը մի տեղ, փոս արդեն կա, քարի վրա գրած անունս, նկարը, մնում է մեռնելու օրը գրեն, թիվը։ Արդեն էլ չենք ուզում հավատալ, արդեն համակերպվել ենք ժողովուրդ ջան։ Իսկ հարցը իմ մոծակում, արդեն շատ չես խոսում։ Արդեն շատ չես խոսում։ Պետք է դու լռես։ Աստված կհայտնվի, ես հավատում եմ։ Աստված կհայտնվի։ Ես գիտեմ, որ թվում է թե արդեն ուշ է, Աստված ասում է հանգստացիր։ Ուղղակի հանգստացիր։ 96 թվականին ես հիվանդացա ու պարկեցի, ամիսներ շա, 3 ամիս մոտ պարկեցի, ոչ մի կերպ չի կարող ուշքի գամ, աղոթում էի, կորում էի, լացում էի, փնտրում էի Աստծուն, ոչ մի պատասխան,
որովհետև ես ուզում եմ օգնեմ ինձ։ Անհուսություն, վախ անձրևի պես էր մաղում։ Դևերը նեղում էին ամեն գիշեր ինձ նեղում էին, ոչ մեկ չգիտեր դրա մասին։ Պայքարում էի շատ ուժեղ ու անհուսություն ու անհավատություն ու վախ կար մեջս։ Եվ ես պայքարում էի ապրելու համար։ Տերը չէր գալիս։ Ժոր Տերը չէր գալիս։ Մարդիկ չէին գալիս։ Մարդիկ չէին այցելում։ Ոչ մեկ։ Ով էլ այցելում էր գալիս էր մեղք գտնելու վրես։ Միգուցե մեղք ես գործ է։ Հոբը ակնարկում էին հոբը։ Դա ամենադժվար ժամանակներն էր ինձ համար։ Այս իրավիճակը ինչ որ ես պատմեմ, գիտի մենակ գոհարը, որ հիվանդ էի։ Վախեցած, ճնշված, հուսահատված, անօգնական, լքված, սարսափած, դատարկված, անելանելի, թույլ, զրոացված, գորշ վիճակի մեջ։ Սա այն ժամանակն է, որ Մելանը ստեղ այդ խոսքը հոլովեց, կասեմ Բաքու Աստվածը, ուրա։ Դավիթն ասում է իմ թշնամիները գոռում էին, ասավ ուրա քո Աստվածը։ Երբ պիտի սա մեռնի, սա հիշատակը կորչի։ Դավիթին էին ասում։ Եվ սա գրված է Սաղմոս 42:3-ը։ Սա գրված է Սաղմոս 42-րդ խոսքը։ Ռուսենում չգիտեմ որն է, բայց 100% կա։ Ցերեկ եւ գիշեր արդյունքս ինձ հաց եղավ, որովհետև ամեն օր ինձ համար ասում էին ուր է քո Աստվածը։ Ամեն բան կարծես քո դեմ այդ ժամանակ։ Աստվածը չի գալիս։ Դու հայտնվել ես այդ իրավիճակի մեջ։ Եվ գլուխդ խփում ես պատերին, փորձում ես քեզ փրկես, փորձում ես քեզ օգնես, փորձում ես մարդիկ գան քեզ օգնեն։ Եվ մեկը չի կարում գա քեզ օգնի, եւ մեկը չի գալիս քեզ օգնի, եւ մեկին Աստված թույլ չի տալի գալու։ Իսկ դուք այդ ժամանակ նստած հովիվից նեղացած եք։ Ես էլ էի նեղացած։ Խի մեր հովիվը չի գալիս, խի չի այցելում ինձ, խի չի աղոթում, խի չի, սենց խի չի նենց։ Ամեն բան քո դեմ աշխատում։ Ամեն բան քո դեմ աշխատում։ Գիտեք, մի պահ եկավ, արդեն մի պահ եկավ, որ դուք հիվանդանոցում եք արդեն։ 3 ամիս հետո դուք հիվանդանոցում եք։ Դեռ 20 օր պետք է մնաք այնտեղ։ Եվ դուք հիվանդ եք ու ծմա, վերջ չունես ամեն ինչը։ Վերջ չունի, վերջ, դու հնարավոր է ցանկացած պահին մեռնես։ Ցանկացած պահին։ Արդյոք ես վախենում էի։ 1,000,000%։ Գիտեք, ստեղ է այդ արդարացումը գալի, ես ախր քո համար ոչինչ չեմ արել դեռ։ Բայց դու ուրիշ բան էի համար ես վախենում, որ կմեռնես, որովհետև դա սարսափելի է։ Դու վախենում ես, որ կմեռնես, թենց էլ աննպատակ, անկապ։ Դավիթն ասում է իմ թշնամիները ասում էին ուր է քո Աստվածը։ Ուր է հա Աստված։ Հիվանդանոցը որտեղ պարկած էի, ասեցին, որ ես գիշեր, լա տեսեք ես վախում էի, շատ վախ էր։ Ես դևերից սարսափում էի, որ գիշերը գալիս են։ Տերը գիտի, որ ես այլևս վախ չունեմ։ Արդեն շատ տարիներ, 20 տարի ավել ես վախեր չունեմ ոչ մի դևից։ Եվ նույն օրը, որ մտնում եմ տանում են պարկասնելու հիվանդանոցում, ասում են, այս գիշեր, այս կոյքի վրա մի մարդ մեռավ։
Եվ դուք ձեր վախերը, որ ունեք տանը, հազարապատկվեց հիվանդանոցում։ Եվ ես մի օր ծառայության ժամանակ ձեզ հետաքրքիր մի բան ասեցի։ Նա որ դուք բաց թողեցիք, ասեցի անհավատության միջանցքները դա հիվանդանոցն է։ Դուք ընդեղ կորցնում եք էնել, որ ունեք։ Եվ զրոացավ իմ վիճակը վերջնական, որովհետև այդ կոյկի մատրասի վրա այսպես արյան հետքեր, մեծ կլոր արյան հետքեր, մեծ, այս ձև առնախառը ջուր էր։ Հիվանդը մահացել էր այդ նույն գիշեր եւ տեղափոխել էին այդպես արուն էր լրիվ, բերեցի մատրասը փոխելու։ Ու պատկերացնում եք, քեզանից ձախ պարկածա քո հարևանը։ Քեզանից աջ արյունտես ապարկածա մյուս հարևանը, բոլոր հարևաններով կամ փողոցով գրավել են այդ սենյակը։ Ու պատկերացեք, որ նայում ես իրանց լիմոնովի դեմքին։ Եթե քո դեմքը լիմոնի էր, մի դառնում է լայմի, կապտմա вообще, կանաչմա вообще։ Երբ որ դու ունես վախեր եւ դրանք 2000-ական են դառնում արդեն, 1000-ից դառնում է 2000, որովհետև ահա քո աջ եւ ձախ կողմում են պարկած նրանք։ Եվ երբ որ տեսնում ես իրանց այդ այո, կապելնիցան, կաթիլայնի այդ ձողից կախված պարկը, եւ ես մի կողքից է տեսնում ես շլանգը, որի մեջից արյուն է հոսում, քու սարսափը երրապատկվում է։ Եվ սատանան ասում է հաջորդը դուն ես։ Ինչքան կարոզենք ասենք հաջորդը դուն ես։ Մարդիկ ասեն այ ինչ ասում է հաջորդը դուն ես։ Որովհետև սատանան ինձ հակառակն ասէ հաջորդը դուն ես։ Իրանց պես աճու ձախ կողմերը։ Մինչև այն օրը, որ ես հասկացա, որ քարապատկվեց, երբ որ կողքի սենյակներից գալիս եւ ասում են աղանդավոր ես, բա օրա քո Աստվածը։ Առաջի անգամ, երբ որ ինձ ասել են դա հիվանդանոցում են ասել, բա օրա քո Աստվածը։ Տերը գիտի, որ ես չգիտեի այստեղը, Աստվածաշնչյան։ Որ ասեի օրա իմ Աստվածը։ Ես չգիտեի խի եմ ես տուպիկի մեջ։ Ես չգիտեմ խի իմ իրավիճակի է, բայց ես թպրտում էի։ Դու գիտեք ինչքան կարա կոտրվեք վերջնական եւ թույլ թողակ ձեզ ասեք, ինչ կլինի։ Նույն օրը Աստված եկավ իմ մոտ։ Եվ ինձ մի աղոթքի մղեց, խոստացի ինձ ծառայես։ Ես քեզ տեղից կհանեմ։ Դա Աստվածը, որ ներգործում է քո մեջ կամենալը եւ անելը։ Եթե դու նախասահմանված ես, ինքը քեզ կանչել եւ պահել է մինչեւ այդ օրը։ Ով կարազատի արդեն։ Եվ նույն գիշեր Աստված ինձ երազ է տալիս, որ ես դուրս եմ գալիս այստեղից։ Դուրս եմ գալիս Արևշատ միջանցքով հիվանդանոցի եւ դուրս եմ գրվում այդտեղից 2 օր հետո ինձ դուրս գրեցին հիվանդանոցից եւ ես վերջին խոսքը ասեցի բոլոր պալատականներին ովքեր տարբեր պալատներից գալիս ինձ նեղում էին ասեցի իմ աջ կողմում կգնի 1000 իմ ձախ կողմում 10000 բայց ինձ հարված չի մոտենա Որտեղ եք ու Աստված իրանք ասում էին։ Իսկ հիմա ես գիտեմ պատասխանը։ Որտեղ Աստված մենք ունենք հավատքի 3 ուղղություն։ Ուղղահայաց եւ հորիզոնական։ Աստված երկնքում է, ժողովուրդ։ Աստված իմ մեջ է։ Աստված իմ մտերիմի մեջ է։ Եթե Աստված իմ մտերիմի միջոցով չօգնեց ինձ, Աստված կօգնի իմ մեջ։ Եթե իմ մեջ է չօգնեց, Աստված կօգնի երկնքից։ Եթե Աստված երկնքից չօգնեց, ապա իմ մտերիմի միջոցով կօգնի։ Եթե մտերիմի միջոցով չօգնի, իմ մեջ Աստված։ Եվ երբ որ ասում ենք Աստված երկնքում է,
ինքը բարձր է բոլոր օրենքներից։ Ինքը բարձր է մահվան օրենքներից։ Ինքը բարձր է ամեն օրենքներից։ Եվ ես հավատում եմ, որ Դավիթը գիտեր, որ Աստված երկնքում է։ Աստված իր մեջ է։ Աստված իր անկերոջ մեջ է։ Ահա Աստված որտեղ է։ Եվ առաջի բանը, որ ես կանեմ, դա ծառայելն արդեն։ Միշտ մտածում ենք, որ Աստված մենակ երևի մեր մեջ է։ Միշտ մտածում ենք, որ Աստված երևի մենակ երկնքում է։ Միշտ մտածում են որոշներն է, որ Աստված մենակ իմ մեջ է։ Թեն չի։ Աստված 3 մակարդակներում գործում է։ Եվ սա կոչվում է հավատքի 3 ուղղություն։ Հորիզոնական, ուղղահայաց եւ իմ ընկերոջս մեջ։ Փառք ես Հիսուս։ Եվ Հոբը ասում է. ես գիտեմ, որ իմ փրկիչս կենդանի է։ Սա այդ նույն հայտնությունն էր։ Ընկերները եկել էին եւ վատ բաներ էին ասում։ Եվ Հոբը գիտեր 19-րդ գլխում։ Հոբի 19-րդ գլուխ։ Օ Հիսուս։ Մի քիչ համբերեք, ես վերջացնում եմ։ Մի քիչ համբերեք, 19-րդ գլուխ։ Ես գիտեմ, թե իմ փրկիչս կենդանի է, ողջ է։ Եվ նա վերջին ժամանակում պիտի ելնի երկրի վրա։ Նա պիտի կանգնի երկրի վրա։ Նա պիտի կանգնի հողի վրա, աստեղ ասում է։ Եվ ասում է, ես գիտեմ, որ իմ փրկիչս վրեժխնդիր է։ Եվ գիտեմ, որ վերջին պահին նա պիտի կանգնի հողի վրա։ Ինչ է նշանակում սա։ Հոբը մերժում է իրան։ Հոբը մերժում է իր վիճակը։ Եվ մի կին եկավ իր կինն էր, եւ չգիտեմ հետո էր այդ վարվարան ասեց, հայհոյի ասում։ Հայհոյի, սա է օրենքը։ Եթե դու ասես, դու կմեռնես։ Եվ կդադարի քո տանջանքները։ Հայհոյի, վերջ գաղտնիքը սրա մեջ է։ Երբ որ դուք նեղության մեջ եք, մի հայհոյեք։ Եթե նեղության մեջ եք, մի բողոքեք։ Եթե նեղության մեջ եք, մի նահանջեք։ Եթե դժվարության մեջ եք, մի կոտրվեք։ Եթե դժվարության մեջ եք, մի հիասթափվեք։ Միշտ դուք դրա մեջ եք, Աստված արդեն գործողություն է սկսել։ Ձեր փրկության օպերացիան է սկսվել։ Ձեր վերելքի օպերացիան է սկսվել։ Մի կոտրվեք։ Հոբը մերժում է իրան եւ ասում է. ես Տիրոջը պիտի տեսնեմ իմ մարմնիս մեջ։ Ես պիտի տեսնեմ իմ մարմնիս մեջ։ Հողի վրա ասում է, ես պիտի տեսնեմ։ Եվ նա վրեժխնդիր է։ Փորձված հավատքը սա, եւ սա անպտուղ չի մնում։ Հալելույա։ Հալելույա Հիսուս։ Սա հավատքի փորձությունն է։ Ամեն մեկից հավատքը փորձվում է։ Փորձության նպատակը, որպեսզի քո սեփական աչքերով տեսնես Աստծուն քո կյանքի մեջ։ Սա հավատքի փորձությունն է։ Աստծուն քո սեփական աչքերով տեսնես։ Հոբը ասում էր, ես գիտեմ, Աստված երևալու է հողի վրա, հայտնվելու է հողի վրա, հայտնվելու է իմ կյանքի մեջ։ Ես գիտեմ, որ նա կենդանի է, նա ողջ է։ Ես գիտեմ, իմ փրկիչս ողջ է։ Ոչ թե ինչ որ մի հեռու տեղ, ինչ որ մի տեղի մասին են խոսում, այլ անձամբ քո կյանքի մեջ, անձամբ ձեր կյանքի մեջ, անձամբ ձեր տների մեջ, անձամբ ձեր մարմինների մեջ, անձամբ ձեր էկոնոմիկայի մեջ, անձամբ ձեր երեխաների կյանքի մեջ, անձամբ ձեր փորձառության մեջ։ Մի վախեցիր։ Սատանան իր առաջ խնդիր է դրել, հարձակվել եւ կործանել քո հավատքը։ Հավատա, որ ինքը ատում է քեզ եւ քո հավատքը եւ քո Աստծուն։ Բայց Աստված կենդանի է, ողջ է։ Ասեց Հոբը քեզ ծերի է ծառայում, հա? Հոբը քեզ ծերի չի ծառայում։
Գիտեք, սատանան միշտ կուզենա աչքից գցել։ Աչքից գցել եկեղեցուն, հովվին, ծառայությանը, Աստծուն, հավատքը։ Հավատա, որ ինքը նույն բանը տրամադրված է քո դեմ։ Սատանան տրամադրված է քո դեմ։ 365 օր տարվա մեջ Աստված մեզ խոստմունք ունի մի վախենա։ Մենք սա մասին խոսանք վախ թեմայի ժամանակ։ Եվ դուք կտեսնեք, որ Աստված ինչքան տրամադրված է, որպեսզի ազատագրի մեզ վախից։ Հալելույա։ Հոբը ասեց, ես ինչից վախեցա, դա տեղի ունեցավ ինձ հետ։ Դուք գիտեք, որ դուք վախենում եք, ձգում եք այդ բաները, ինչից վախենում եք։ Սատանան եկավ Հոբի մոտ, Սատանան գալիս է մեզ մոտ էլ, նա թափառում է, նա գալիս է մեզ մոտ էլ, ես սկսում եմ կասկածի տակ դնել Աստծուն և խոստմունքները, ես գնացել եմ կոնֆերանսի, դուրս եմ գրվել մայիս ամսին, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, օկտեմբեր, 5 ամիս, ես դուրս եմ գրվել, սկսել եմ ծառայել, քիչ, կամաց, աստիճանաբար, 5 ամիսների մեջ, հասցրել եմ ծառայել Ուռուտ գյուղում, Լեջանում, Պուշկինո, Գյուլաքարակ, Կատնաղբյուր, Ստեփանավան, 5 ամիսների մեջ, Կատնաղբյուրում հավաքվել ենք գյուղապետի տանը, գյուղապետ ամբողջ գյուղը հավաքել էր, Պուշկինո ծառայել եմ իրանց գյուղի կլուբը, ամբողջ երիտասարդությունը լցված էր, Ուռուտում հավաքվել էին բոլոր վետերանները, եթե ասեք ինչ էիք կարոզում, ես չգիտեմ, բայց համոզիչ էի կարոզում, լսեք եկեղեցի, սա հետաքրքիր է, որ ասեմ ես ամբողջությամբ նույն օրը ազատագրվել եմ, այդ ամեն ինչից, չէ, ուղղակի սկսվել է պրոցեսը, Աստված հայտնվել է և սկսել է աշխատել, ինչ տեղի ունեցավ ինձ հետ, հոկտեմբեր ամիսն է, մենք գնացել ենք կոնֆերանսի, Վանաձոր Դվարեցում կոնֆերանսա, չգիտեմ ինչքան տեղ ունի այդ դալիճը լիքն են, ես պետք է ասեմ սա, ես մի քիչ դժվարանում եմ, բայց կասեմ սա, քանի որ իմ աջ ու ձախ կողմերում պառկած հիվանդները խնդիր ունեին և իրանց այդ պարկերից արյուն էր գնում, արյուն էր իրանց հոսում, Սատանան ինձ ամեն տուալետ մտնելուց ասում էր, դու էլ ես արյուն մեզելու, ասում եք, դրա համար է ասում, որ Սատանան ասում էր հաջորդը դուն ես, Են գնացին կոնֆերանս, մկրտական մի տարեց մարդ էր, հովիվ, Ավստրալիայից, ես մարդ ենքամ հոգու զորությամբ ուժեղ քարոզում էր, ես չեմ կասեմ մկրտական ինչպիսին, որտև մկրտականությունը մեր մոտ ասոսացում է, որ լեզունով չի խոսեմ, մենք չգիտենք, կարող են լինել մկրտական հոգեգալստականներ, լեզուներով խոսացողներ, պենտեկոստեականներ, մի խոսքով, այս մարդը քարոզեց և քարոզի ժամանակ վերջի արդեն նոտաներն էր, սկսին դիվահարներից դևերը դրսևորվել, աջ ու ձախ, ամբողջ արենայով, առաջի անգամ եմ տեսել ազատագրություններ ընդեղ, փրփրում էին այսև, ընկնում էին իրանց տեղից, ասոն ներկայություն ենքամ խիտ է ժողովուրդ, մթնոլորտ ենքամ լցված էր, պարունակություն կար, կշիռ կար, որ Աստված ծածկեց ինձ։
Երբ որ դուրս եկանք այդ կոնֆերանսի ծառայությունից, եկանք Ստեփանավան։ Ավտոբուսը կանգնեց կլոր շենքի մոտ եւ ես իջա ոտքով արևելյանով բարձացա ու հասա մեր թաղիցերը։ Դժվարացավ իմ քայլերը մինչև տուն, որովհետեւ սկսի մտածեմ, որ ինչ կատարվեց այնտեղ։ Արդեն ես այդտեղ չեմ զգում դա։ Ես ուզում եմ դա ինձ հետ լինի։ Եկա ու մտա մի անգամից կներեք արտահայտության համար զուգարան եւ սատանան ասեց նորից դուք պատկերացնում եք դուք ամեն անգամ մտնում եք զուգարան սատան նույն բառը ասում է քեզ դու արյուն ես մեզելու դու արյուն ես մեզելու ժողովուրդ ես չգիտեմ որ Աստված ինչ արեց այդ ծառայությանը ինձ հետ Սուրբ Հոգին իջել էր վրես Գիտեք ինչ համարձակություն ու ասեմ հոգի Ես շրջվեցի ասի սատանա դու ես մեզելու արյուն Հիսուսի անունով դա ինձ է տեղի չունենա դա ինձ է տեղի չունենա Հոբը ասեց ընչից վախեցա դա եկավ ինձ Լսում եք այդ օրվանից առ այսօր ոչ մի անգամ նման միտք անգամ ինչ չի եկե նման միտք անգամ ինչ չի եկե Աստված մեզ չի տվել վախի ոգի Աստված մեզ չի տվել վախի հոգի Սա ասում է երկրորդ Տիմոթեոսի առաջի գլուխ 7-րդ խոսքը այլ տվել է սիրո հոգի զորության հոգի զգաստության հոգի Այցելեցին եղբայրները եւ ինձ մի փոքր բրոշուր նվիրեցին Svoboda от страха Kenneth Copeland փոքր բրոշուր Երբ որ ես կարդացի այս խոսքերը Հովհաննեսի 4:18-ը մա գրված առաջի Հովհաննես 4:18 որ Աստված մեզ Լսում եք ով է լսում Սիրո մեջ վախ չկա ապա կատարյալ սերը վանում է վախին մեկդի Հիմա այս ճակերտներ չեմ բացում շատ բայց սրա մասին խոսամ վախ թեմայի ժամակ ամռանը լսեք դա սկսեց ջերմացնելու հալել իմ սիրտը մոտ 9 ամիս ես տանջվում էի դեպրեսիայից եւ հարցակումներից երրորդ թեման որ խոսանք դա դեպրեսիան կլինի չորրորդ թեման վախը կլինի հինգերորդ թեման կլինի հիասթափություն երկրորդ թեման մեր միտքը կլինի առաջի թեման կլինի հավատք ես խորհուրդ եմ տալիս ներկա լինեք Աստված քանդելու է դա Աստված քանդելու է դա ամբողջությամբ քանդվելու է կատարյալ սերը վախին վանում է քշում է Այդ օրը իմ սիրտը հալվեց 9 ամիս հետո Հոբը ուղիղ 9 ամիս պայքարի մեջ էր Հոբի չարչարանքները 9 ամիս տևացին Ես չեմ ասում որ ես հոբի չարչարանքներն էի տանում Ես իմ չարչարանքներն էի տանում Բայց երբ որ ես դադարեցի Աստված եկավ Ես 9 ամիս աղոթում եմ մի սխալ աղոթք Դուր ինձ հավատք Դուր ինձ հավատք Աստված հիմար աղոթքին չի պատասխանում Աստված հավատք չի տալի որովհետև դու վերստին ծնված ես արդեն ունես այդ հավատքը Ուշադիր լսեք ինչ եմ ասում Առաջի բանը որ սկսեց ինձ հետ անել Աստված դա հավատքն էր Հավատքի աշխատանք սկսեց գնալ իմ մեջ Արդեն ահա մոտ 29 տարի Հավատքը իմ մեջ ավելի ուշեղ, ավելի մեծ է, քան երբևիցե Եվ ես գիտեմ, որ օծությունը հավատքի պատճառով է ներկա Օծությունը իրան չի գալիս Օծության պատճառը հավատքն է Աստված մեզ չի տվել վախի հոգի Աստված մեզ տվել է սիրո հոգի Զորության հոգի եւ ողջամտության հոգի
Հալելույա Հիսուս։ Փառք ես Հիսուս։ Կանչելու ժամանակ ինձ պատասխան տուր։ Ով իմ արդարությանս Աստված։ Նեղության մեջ ինձ ընդարձակեցիր։ Նեղության մեջ ինձ ընդարձակեցիր։ Նեղության մեջ Աստված ինձ ու քեզ նեղության մեջ ուզում ընդարձակի եւ իր ականջը չի ծանրացել, իր ձեռքը չի կարճացել։ Օրհնում ենք քո սուրբ անունը Հիսուս։ Եղիր ազատ Հիսուսի անունով։ Դու կոտրվի ամեն տեսակի վախերը Հիսուսի անունով։ Ամեն դիվական վախ հենց հիմա ջարդում եմ այստեղ։ Ամեն ֆիզիկական, մտավոր, շնչավոր վախերը, ամեն ֆոբիաները ես կոտրում եմ այստեղ։ Մեր Տեր Հիսուսի անունով արձակվում է քո վախերը, կոտրվում է քո վախերը, գալիս է ազատություն։ Մինչ դու այդ իրավիճակի մեջ ես, Աստված արդեն այստեղ է։ Աստված արդեն այդտեղ է։ Աստված արդեն այդտեղ է։ Հալելույա Հիսուս։ Դու գիտես քո ժողովրդի խնդիրները, սիրելի Հիսուս։ Տեր Հիսուս։ Դու երբեք չես փոխվել։ Դու նույնն ես։ Դու նույնն ես։ Տերը չի փոխվել ժողովուրդ։ Ինքը 2000 տարի առաջ քայլում էր եւ սատանայից տանջվածներին ազատ էր արձակում։ Աբրահամի ժամանակ Աստված նույնն էր, Հիսուս նույնն էր։ Մովսեսի ժամանակը նույնն էր, եւ դա այն վեմն էր, որ գնում էր ժողովրդի առաջից անապատի մեջ եւ ջուր էր տալիս։ Տեր քո ժողովրդի նեղությունները, խնդիրները, խնդիրները, որ այսօր կա եւ շատերը հայտնվել են գուբի մեջ, շատերը հայտնվել են կրակի մեջ, շատերը հայտնվել են խնդիրների մեջ, շատերը հայտնվել են վարկի գերության մեջ, պարտքի գերության մեջ, հիվանդության գերության մեջ, մահվան վտանգի մեջ։ Ես խնդրում եմ Սուրբ Հոգի Հիսուսի անունով յուրաքանչյուր սրտի մեջ աշխատանք տար, ինչը կարա զատի, ոչինչ չի կարա քեզ զատի, կտրի քեզ Հիսուսից, Հիսուսի անունով, փառք ես Հիսուս, ոչ գալիքը, ոչ ներկան, ոչ դժվարությունները, ոչ նեղությունները, ոչ սովը, ոչ սուրը, ոչ մերկությունը, ոչ հրեշտակները, ոչ բարձր բաները, ոչ է որևէ մի խորությունը, ոչ է մի ուժ չի կարա Աստված իրեն սիրողներին համար ամեն բան բարին գործակից անում։ Եվ Տերը այն բարի գործը, որ սկսել է քո կյանքի մեջ, պիտի անի եւ հասցնի մինչեւ վերջ իր հայտնվելու օրը։ Աստված գործ է սկսել քո կյանքի մեջ, ինքը ձեռնարկ է սկսել եւ ինքը աշխատում է քեզ համար քո ուղղությամբ։ Հիսուս Իսրայելացի կանգնած էին կարմիր ծովի առաջ եւ դու արդեն իսկ անցել էիր գործի։ Մինչ դու
դադարում ես թպրտալ, ինքը հայտնվում է։ Դու հենց դադարում ես, ինքը հայտնվում է։ Իր համար ամեն ինչ նշանակություն ունի։ Տերը չի ուշանում։ Տերը չի ուշանում։ Տերը միշտ գալիս է ճիշտ ժամանակին։ Ճիշտ ժամանակին քեզ կերակուր կբերի։ Ճիշտ ժամանակին կգա Տիրոջ հրաշքները եւ օրհնությունները։ Երբ որ քո մարմինը կդադարի արտադրել ինչ-որ բան, երբ որ քո շնչի ոլորտը կդադարի արտադրել ինչ-որ բան, երբ որ դու ամբողջությամբ կհայտնվես ելման դրության մեջ, եւ քո կյանքի մեջ տեղի կունենա ելից, փառք ես Հիսուս, փառք ես Հիսուս, փառք ես Հիսուս, բարձր երաշտությունը բարձր, կեդոլոմ ու սեկե բարելի, բարձր երաշտություն, կեդոլամ ասե, կեդոլամ ադե, կեդորեն, Տերը չի ուշանում իր գալուստը, Տիրոջ գալուստը չի ուշանում, Տիրոջ հայտնվելը չի ուշանում, Տերը երբեք չի ուշացնում իր խոստմունքները, Աստված գիտի քեզ, Տերը գիտի քեզ, Հիսուս գիտի քեզ, նա խոսում է քեզ հետ այսօր, նա խոսում է քեզ հետ, քո ֆինանսական ուղղությամբ, քո ֆինանսների ուղղությամբ նա հոգ է տանում, դու տոչորվում տանջվում ես քո երեխաների համար, Տերը հոգ է տանում նրանց համար, Տերը գալիս է քո երեխաների կյանքի մեջ, Տերը գալիս է քո ընտանիք, Տերը հոգ է տանում, հալելույա Հիսուս, փառք ես Հիսուս, փառք ես Հիսուս, դու արժանի ես, դու արժանի ես, դոլե մարե կիտոլամա դեկի դանեդա, կեդա մարե կոտոլով որեբեշի կևարը կոտուրեն, Բադե կերալոն դերը բդե կդալաբուսի պարեդի կդարան, Բեկե դա բարե կիտոլոմոսի կբարե կդան, Կտո պորել է բարե խեկիտոր բադե կդարան, Տերը սիրում է քեզ, Տերը քո համար պլաններ ունի, ծրագիրներ ունի, Համաձայն Երեմիա մարգարեի խոսքի, ձեզ համար իմ պլաններս գիտեմ, ձեզ համար բարօրության ծրագիրներս գիտեմ, հանգստացի եւ խաղաղվիր, հանդարտվիր եւ խաղաղվիր, Աստծո ուժը եւ զորությունը երբեք չի վերջանում, Աստված եւ իր ուժը հավերժ են, հավիտենական են եւ ամենակարող են, օգնելու քեզ, օգնելու քո իրավիճակի մեջ, այն օրը դու կկանչես ինձ, եւ ես քեզ պատասխան կտամ, այն օրը դու կկանչես ինձ, եւ ես կհայտնվեմ, այն օրը դու կկանչես, եւ ես քեզ կասեմ ահա ես, եւ քեզ կառաջնորդեմ, եւ քեզ կառաջնորդեմ, Հալելույա, Հալելույա,